Բարև ձեզ։ Ձեզ հետ է Podcast-ի հերթական թողարկումը։ Ես Նատալին եմ։ Բարև ձեզ, ես Օմարն եմ։ Այսօր մենք կքննարկենք շատ հետաքրքիր թեմա, որը ձեզ շատ դուր կգա։ Այսօրվա մեր թեման նկարչությունն է։ Մենք այսօր խոսելու ենք Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մի շարք այլ հանճարեղ նկարիչների մասին։ Պատկերացնում եք ինչքան հետաքրքիր է լինելու։ Այո, ես եմ պատկերացնում։ Օրինակ, իմ սիրած նկարիչը Վան Գոգն է։ Իսկ եթե կոնկրետ իմ սիրած նկարը Աստղային գիշերն է։ Ինչու, որովհետև այն շատ գեղեցիկ է և Վան Գոգը շատ դժվար է նկարել այդ նկարը, որովհետև այնտեղ ոչ թե մի գույնով է ներկած մի մասը, այլ հազարավոր գույներով։ Ու դրանք իմ սիրած գույներն են։ Օրինակ, ես ավելի շատ սիրում եմ Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան։ Գիտեիր, որ Մոնա Լիզան շատ առեղծվածային նկար է և ունի գաղտնիքներ։ Ոչ։ Կա մի վարկած, որ այն ժամանակ կտավները շատ թանկ էին և դրա համար Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի հակառակ կողմում մեկ այլ նկար է նկարել։ Եվ մինչև հիմա այդ նկարը չեն բացահայտել։ Ոչ։ Իսկ Օմար գիտեր, որ Մոնա Լիզայի նկարը չի գտնվում հենց կոնկրետ տուրիստների աչքերին, այն գտնվում է Լուվրում իհարկե, բայց այն նկարը, որը դրված է հենց, որ տուրիստները գան, նկարեն, նայեն այդ նկարը, դա իրականը չի, դա ամենամոտիկ կրկնօրինակն է։ Իսկ իրական նկարը գտնվում է Լուվրի նկուղում, որը հազարավոր կողպեքներով փակված է։ Իսկ դա Վինչիից ինչ նկար գիտես։ Դա Վինչիից գիտեմ խորհրդավոր ընթրիքի մասին, որը որմնանկար է։ Իսկ գիտեք, որ խորհրդավոր ընթրիքում մի զույգ ձեռք ավել է։ Ես չգիտեի, որ մի զույգ ձեռք ավել է, կպատմես։ Կա վարկած, որ այդ նկարում մի զույգ ձեռք ավելի շատ է, բայց ոչ մեկ չգիտի իրական է դա, թե չէ, բոլորը հաշվում են, փորձում են, բայց ստացվում է, որ ավել զույգ չկա, բայց եթե նայես կզգաս, ասենք, մարդիկ ավելի քիչ են, քան զույգերը, բայց հաշվում են չի ստացվում։ Բայց այդպես վարկած գոյություն ունի։ Իսկ դու գիտեիր, որ նույն խորհրդավոր ընթրիք նկարի մեջ Հիսուսի և Հուդայի բնորդները եղել են նույն մարդիկ։ Այո, գիտեի, և դա Վինչին հենց նկարեց առաջինը Հիսուսին 16 տարի փնտրում էր մարդուն, ում կարա օրինակ վերցնի, որ նկարի Հուդային։ Եվ այն ժամանակ, որ ինքը վերջապես գտավ մարդուն, ով ամենաշատն է նման Հուդային, նա իրան խնդրեց, որ ինքը օրինակ լինի Հուդայի։ Երբ արդեն դա Վինչին Հուդայի դեմքը նկարեց, ստացվեց, այդ մարդը, բնորդը պատմեց դա Վինչին, որ նրան 16 տարի առաջ կանչել էր նրա համար, որ նկարեր Հիսուսի դեմքը։ Նույն շրջանի իմ սիրելի նկարիչներից մեկը Միքելանջելոն է, իսկ դու ինչ գիտես նրա մասին։ Ես մի հատ պատմություն գիտեմ, Միքելանջելոն որոշեց Աստվածաշնչից 40 այդ սուրբ նկարները նկարի։ Նա խնդրեց և ասացին, եթե հավեսում ես իհարկե, նկարի։ Միքելանջելոն 13 տարի, 13-20 տարի նկարում էր, դրանից հետո, որ իր վիզը, մեջքը, ձեռքը նա 8 ժամ նկարում էր, առանց հանգստի։ Վերջում նրանից հետո, երբ ինքը նկարեց, նա կուրացավ։ Այն պատճառով, որ այդ ներկը, որով ինքը նկարում էր, կաթում է նրա աչքերի մեջ և քիմիա էր այդ ներկերի մեջ, այդ իսկ պատճառով նա կուրացավ։ Իսկ դուք գիտեիք, որ Միքելանջելոն բացի նկարիչ լինելուց նաև քանդակագործ էր։ Ինձ Միքելանջելոյի քանդակներից ամենաշատը դուր է եկել Պիետան։
Ինձ էլ է դուր եկել, որովհետև Միքելանջելոն շատ մանրակրկիտ է ստեղծել այդ քանդակը, նաև այնքան բնական է քանդակել, որ նույնիսկ մեր տեղերը խաչելուց հետո մնացել էին։ Այնտեղ նաև շատ լավ է երևում շորերի ծալքերը, Մարիամ Աստվածածնի էմոցիաները եւ այնպիսի տպավորություն է, ոնց որ դա ոչ թե քանդակ լինի, այլ իրականություն։ Վերածննդի շրջանի նկարիչներից նաև հայտնի է Ռաֆայել Սանտին, որը նկարում էր Մարիամ Աստվածածնին տարբեր էմոցիաներում։ Նատալի, լավ, արի անցնենք հայ նկարիչների։ Հայ նկարիչներից ամենաշատը ում է սիրում։ Ինձ ամենաշատը Դուրեգոլի Սարյանն է, որովհետև նրա նկարները շատ վառ են, նարնջագույն, դեղին, ոչ մի այլ նկարիչ այդքան վառը չի նկարում։ Համաձայն եմ, բայց Մինաս Ավետիսյանը ևս վերցրել էր Սարյանի ոճը եւ նկարում էր վառ գույներով։ Իսկ դու գիտես, քանի տարեկանում է Մինաս Ավետիսյանը առաջին անգամ հանդիպել Մարտիրոս Սարյանին։ Ոչ, կասես։ Մինաս Ավետիսյանը առաջին անգամ հանդիպել է Մարտիրոս Սարյանին 18 տարեկանում եւ Մարտիրոս Սարյանին շատ դուր է եկել նրա նկարելու ոճը եւ նա տեսել է Մինաս Ավետիսյանի տաղանդը։ Եվ ցավոք սրտի նրա նկարներից մեծամասնությունը հրդեհվեց եւ այսօր շատ քիչ ժառանգություն է մեզ հասել Մինասից։ Ինձ շատ տպավորում է նաև Այվազովսկու նկարները։ Օրինակ, դու գիտես, նրա վերջին նկարը, որը մնացել է անավարտ։ Ոչ, կասես։ Նրա վերջին նկարը, որը նա սկսել է իր մահվան օրը, եղել է թուրքական նավի պայթեցումը եւ այն մնացել է անավարտ մինչ օրս։ Իսկ իր ամենահայտնի կտավը 9-րդ ալիքն է։ Նման հաճարեղ նկարիչների մասին շատ երկար կարելի է խոսել։ Եթե դուք ունեք սիրած նկարիչներ, գրեք կոմենտ։ Հետևեք մեր podcast թողարկմանը, այսքան